Այգեձորի և Օրբելի տարածքի բնակիչներ ենք, մասնավորապես ես Այգեձորի 78/1, բայց բոլոր շենքերից հարևանները հավաքվել են։ Ես ներկայանում եմ լիազորված անձ Ռենշին ընկերության 3 տարի շարունակվող 2 տարին ապօրինի շինարարական աշխատանքներ կատարող, իսկ վերջին ուրեմն շինթույլտվությունը ստացել են 25 թվականի մայիսին, մինչ այդ իհարկե 2 տարի ապօրինի իրականացնում են քանդման և շինարարության աշխատանքներ։ Մեր բողոքը հետևյալն է, բազմիցս արդեն 3 տարի հետամուտ ենք այս հարցին և դիմել ենք բոլոր պատկան մարմիններին, լինի քննչական կոմիտե, դատախազություն, նույնիսկ վարչապետին, և միայն ասել ենք նրան, որ իհարկե կա 2 քրեական վարույթ, մեկը քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցների վերաբերյալ, մյուսն արդեն Վերջի ՍՊ-ի անմիջապես իրենց վերաբերյալ, բայց չգիտես ինչի, անցյալ տարի, երբ քննչական 2-րդ բաժնի քննիչ Մակարյանը ինձ հրավիրեց շինհրապարակ տեղի զննություն անցկացնելու համար և բնականաբար դա նկարահանվեց, բայց ինձ իմ օրինակը չտրվեց, ես նույնիսկ չգիտեմ նկարահանվել է թե ոչ։ Դրանից հետո ոչ մի արձագանք չկա, բոլորը լուռ են, այդ 2 վարույթները որ երևի որևէ մեկի սենյակում պահարանի մեջ դրված են, չեն անդրադառնում դրան, մինչ այդ Ռենշին ՍՊ-ն կատարում է ապօրինի գործողություններ, որովհետև կատարելով այդպիսի մեծածավալ շինարարություն, հարակից շենքերի, թե Այգեձորի, թե Օրբելի, շենքերի հիմքերը խարխլվում են, շենքերը ամբողջովին վնասվում են, առաջացել են թե շենքերի պատերի ճաքեր, և թե մեր բնակարաններում ինչի փաստերը մենք ունենք, թե նկարների տեսքով և դիսկի վրա բոլորը գցած, վերածը, էլ չասեմ, որ օրվա ցանկացած ժամի, մինչև գիշեր, առանց հաշվի առնելու տոն օրա, թե սովորական օրա, մարդիկ իրանց իրավունք են վերապահել, մինչև ժամը գիշերվա 1-ը, այդ ծանր տեխնիկան, մինչև 4-ը, ճիշտ եք ասում, այսինքն այնքան մոտ է այդ շինհրապարակը մեր բոլորի տներից, որ ուղղակի չմասնակցել հնարավոր չի, կեղտ աղմուկ, փոշի, ցնցումներ, ոնց որ միշտ տևական երկրաշարժ լինի այդ տարածքում, մեր տներում, և ոչ մեկ պատասխան չի տալիս, իսկ հիմա այս վերջին երևի 20 օրա, ուրեմն միակ հետիոտնային ճանապարհը Այգեձորի, որտեղ որ մարդիկ ուղղակի ոտքով տուն են գնում կամ դուրս են գալիս, այդ տարածքը փակել են թեղյա ցանկապատով, դա էլ են ուզում վերցնել, զավթել և կա խոսակցություն, որ այդտեղից դեպի Այգեձոր ճանապարհ են բացելու, ես ուղղակի չեմ կարող պատկերացնել Այգեձորը, ինչպես նաև Օրբելին ցանկացած պահի հենց հիմա դուրս գաք պրոբկա է, մի 20-30 րոպե պիտի կանգնես, այդ ծավալի շինարարությունը 5 հատ 35 հարկանի և 7 հատ չգիտեմ, շատ ինչ-որ մեծ ծավալի շինարարություն, այդ բաները, շենքերը, որոնք որ նախատեսվում են, որոնց համար որ թույլտվություն է տվել քաղաքային իշխանությունը, ինչպես է մտածել, ոնց են հաշվարկել այդ ծավալի ծանրաբեռնվածություն, բացի նրանից, որ այս պահին քաղաքի բոլոր փողոցները ծանրաբեռնված են, իսկ Օրբելին և Այգեձորը առավել խիստ ծանրաբեռնված տարածք է, նշեմ նաև, որ Այգեձորում, որտեղից որ իրանք ճանապարհ են բացում դեպի Այգեձոր, առկա է 2 դպրոց և դպրոցի ժամեր ընդհանրապես ասեղ գցելու տեղ չկա, մեր մեքենաները, որոնք որ մեր բնակիչների, կես ժամ 40 րոպեով պրոբկայի մեջ են գնում, հնարավոր չի ընդեղից դուրս գալ, այսինքն ոնց են պատկերացնում, ևս 10-15 հազար հոգի
որը կարող է տեղավորել այդ շենքերը, ինչպես են պատկերացնում այդ ծավալի ծանրաբեռնվածություն այդ տարածքում։ Ուզում էի նմանատիպ շինարարություն անել, չկա, ահա, այդքան դեռ կա ամայի, ժողովուրդ, ինչ գործ ունեք այդ օրբելի է։ Ինչքան բնակիչներ, քանի բնակիչներ դժում են շինարարությունների ացել։ Մեր բոլոր շենքերի հազարավոր բնակիչներ։ 5-6 Առայժմ ժամի 11-ին Մեջտեղ կգաք։ Իսկ հիմա ժամի 4-ին մեկ էլ քաշում են մեծ քարակտու սամասվալի դեմ, ոչ թողում են հանգստանալ, ոչ թողում են չէ քաղաքապետարանը չի տեսնում, որ չի կարելի է ժամերի մարդիկ հիվանդներ, ծերեր, երեխաներ, հազիվ քնել դա այո, մի բան էլ շենքը դրդում է։ Ուրեմն այդ տարածքը երբ որ փորում են, այնտեղ ամբողջ ժայռ է, այդ ժայռերը մեծ հսկայական ժայռերը որ փանում են, իրանք այնտեղ այդ հիդրավլիկ ուղջերով սկսում են դա ջարդել, վերածել են քարհանքի։ Ջարդում փշրում են, հետո տանում են ինչ-որ ցեմենտի հետ են խառնում, ինչ նորից հետ են բերում։ Մի խոսքով ժողովուրդ մենք որտեղ ենք ապրում։ Երբ վնասվել են։ Այո։ Ինչ Նախ առաջ մենք պահանջում ենք, որ փորձակնություն նշանակեն, փորձը կարծելու համար որքանով են վնասել մեր շենքերը, որովհետև արտաքինից երևում է, որ թե արտաքին պատերը, թե բնակարաններում առաջացել են պատեր, եւ հատակին, եւ առաստաղին, եւ պատերին, եւ ջանքեր կա, որ օրվա տարբեր ժամերին ըստ աշխատանքների իրանք բացվում եւ հետ են գալիս, այսինքն ավելանում են այդ ջանքերը։ Ես ներկայացրեցի, որ այդ ճանապարհը ուզում են բացել, թիթեղով ցանկապատել են, միակ հետիոտային ճանապարհը, եւ այդ տեղից ուզում են ճանապարհ, այսինքն մեզ զրկում են, մեզ թողում են այլ գործերով դժվար կտերից, ես չեմ հասկանում։ Խնդրում եմ քաղաքային իշխանությունները թող այս հարցին հետամուտ լինեն եւ ավելի լուրջ, ավելի մասնագիտորեն մոտենան այդ հարցին, սա բան չի, նորմալ չի։ Կարող եք ասել քրեական վարույթները, որոնք հարուցվել են, ինչ հիմքով են հարուցվել։ 2 տարի ապօրինի շինարարությունն կա տեղի ունեցել, 2 տարի, ուրեմն անընդհատ պատասխանում էին, որ կգանվել են, գնացել, ստուգել են եւ այլն, այո, արկա է ինչ-որ խուբաներ, խնդիրներ, դրա պատճառով մենք ստուգանել ենք ռեժին ընկերությանը 5-6-7 անգամ, չգիտեմ, արդեն 17 անգամ, ես չգիտեմ, գրած կա ինձ մոտ, ես ներկայացրել եմ, բայց հիմքերը նայած, որ ապօրինի է, եթե ցանկացած քաղաքացի քաղաքում փորձեք մի հատ մեկ խփել պատի, անմիջապես կհավաքվեն, ասում ես ինչ ես անում, 2 տարի հնարավոր է մի ահռելի տարածքում շինարարություն անել եւ առանց շինարարության։ Ընկերության ներկայացուցիչների հարցը քննարկվել է, իրենց ներկայացրել եք խնդիրները, որոնք այո, ներկայացրել ենք, դե բառացի ոչ թե գրավոր, բնականա, հավակցում եմ ձեզ, դիմացեք, տակ պահեք կանցնի, այո, տակ պահեք կանցնի, դե դիմացեք, խնդիր չկա, դե ոչինչ, մաշինա գիտեք, ինչ տարած կա, ինչ բան է ստեղ հիմա ձեր մոտ 7 տարի հետո բացվելու, աշխատակիցներ, Այդ քաղաքապետարանում նիստի ժամանակ կարելի ասել ձևականություն նիստ է ներառվել այլանդերով ներկա ենք ու հետո քաղաքապետներ ներկա վարումների տանելիցը ու sense մնացող ասում եք դեմ է քաղաքի զարգացման, ասում ենք չէ, սա զարգացում չէ, էլի դեգրադացիա է, ճանապարհային խնդիր կա, այս բանի խցանումներ են մոտ, եւ տրանսպորտային կոլապսա լինելու, եւ այդ կողմագծերի, եւ ջրի, եւ գնացած ամեն ինչի, ու բացի դրանից այդ տուգանքի մասին որ խոսք գնաց, օրենքը պահանջում է, որ երկրորդ անգամ տուգանքից հետո գործունեություն դադարեցի, բայց 2
2 տարի շարունակ ապօրինի գործունեություն է ծավալվել առանց թույլատվության, ինչևէ սա եւ չգիտեմ քաղաքաշինության նորմերին է հակասում եւ մնացած անկին չհաշված որ ասում մեր շենքերը ուղղակի շատերը ուղղակի թողելու գնացել են չգիտեմ վարձով ենք ինչ են հիմա որ նայեք շենք բան տոնախտուն դատարկ է իսկ քննը մի քանի շենքերի ոնց վերաբերում ես ճիշտն ասած չգիտեմ դեպի Օրբելի գնացող ընդեր ինչ խնդիրներ կան բայց դեպի Այգեձորի շենքերը 4 շենք ընդեր 5-րդը 6-7 շենք է չէ եւ դպրոցը սկզբից դպրոցն էր առաջի օրը փակեցին աշխատանքներին որ երկրաշարժը ճաքեր են հետո գնացին պայմանավորվեցին ու դպրոցը ասես չէ նորմալ է քիչ նաեւ այո սեյսմիկ եզրակացությունը ստեյութին տվեցին այնտեղ քիչ կար արխիվը որ նույնպես ճաքեր էին առաջացել դե պետական շենքա իրենք դուրս եկածը ստեյութին դուցեցին ու այդպես հիմա ինչն է խնդիրը որ նաեւ տարածքն են ընդլայնում կա հստակ մեր կոոպերատիվ մեր շենքերի տարածքը եւ իրանց տարածքը այստեղ հիմա իրանք քանդեցին ճանապարհը ճաքեց հետո իբր մեր անվտանգության համար բերեցին իրանց ցանկապատը դրեցին այսքան որ իբր չփլվի հանգարց մենք ընկնենք հիմա էլ գազի խողովակը որ անցնում է հենց այդ սահմանով էդ են բերել հիմա էլ պարսպից այս կողմ են դրել իդեպ այս վերջերս Կունեքսպո էր գնացի այնտեղ մոտեցա տեսնեմ գծակից բան չհասկացա բացատրում ասում եմ այս ոնց է իսրանից հետո ստեղ շենքեր կպինում են կարծես ասում եմ դրանից հետո ձորն է ասում եմ քուրիկ ջան դրանից հետո ձորը չի էլի մեր շենքերն են ես չգիտեմ իրանք ինչ ծրագրեր ունեն մեր շենքերի հետ կապված երևի ժամանակավոր է դա ուղղակի չեն ուզում ասեն որ շատ վատ չզգան նշում եք որ խնդիրները արդեն երկար տարիներ բացատրել եք բայց պատկանարները աչք են հովանավորության հարցերում եք այստեղ ընկերության միանշանակ հովանա ես հենց դա նշեցի որ սովորաբար օրենքը պահանջում է որ երբ որ գալիս են տուգանում են տուգանքից հետո պետք է շփվի խնդիրը այսինքն եթե ապօրինի է թույլատվություն չկա պետք է անպատասխան թույլատվություն ստանան շարունակեն աշխատանքը բայց 2 տարի շարունակ աշխատանքը շարունակվել է մի քանի անգամ տուգանել են ոչ տուգանքից հետո պիտի դադարեցվի աշխատանքը մինչև չշփվի խնդիրը հիմա ես չգիտեմ իրանց թղթաբանությունը ոնց է անկեղծ ասած չի էլ հետաքրքրում որովհետև օրինականի ու ապօրինի միջև տարբերությունը միած ստորագրությունն է որը այս հոգսերտի շրջադրության դնում են ոչ ինչ ասեմ ոչ adekvat մարդիկ ոլորտից գլուխ չհանող մարդիկ պատահականությամբ այդտեղ հայտնված մարդիկ վերցնում են ու ինչ շահագրգռվածություններից ելնելով հաստատում են այսօր դատախազությունը հանձնարարություն մարտահրավերով ներկայացնել այո նամը կարող է այնպես քրատը ասել է երկար ես չգիտեմ կամ միգուցե կարևոր կետերը պահանջների մասը այո Ես մի բան էլ նշեմ նախքան պահանջների մասը ընթերցելը ուրեմն տևական ժամանակ այդտենց 2-3 տարի վնասը քանի որ իրանք տեղ ձեռք էին տվել արդեն իրանց գոյումը լցվում էր մեր բակ չգիտեմ ես չգիտեմ այդ հարցը ոչ մի կերպ չեն կարողանում շփվել նույնիսկ չեն կարողանում միակ որովհետև դա ինչ-որ ավելի մեծ տարածք է, որտեղից որ այդ կոյուղին ոչ մի կերպ չեն կարող։ Այսինքն, ասածս ինչ է, եթե հիմա կոյուղին չեն կարողանում շփվել, վաղը երբ որ շինարարությունը ավարտին հասցվի եւ տրամադրվեն բնակարաններ, այդքան մարդու կոմունիկացիաները ոնց են ապահովել։ Նախ նման կարգի նորածավալի շինարարություն կատարելու համար այդքան բնակարան երբ որ բնականաբար ենթադրում է որ այդ բնակարաններում մարդ են ապրելու ենթադրում է որ յուրաքանչյուր բնակարանում յուրաքանչյուր սեփականատեր գոնե 2 հատ մեքենա կունենա հաշվար կատարել են թե Այգեձոր փողոցը կամ Օրբելի փողոցը կկարողանա այդ տրանսպորտը մարսել եթե այսօր այդ փողոցները չեն կարողանում այդ տրանսպորտը մարսել եթե այսօր Օրվա ցանկացած համարյա ժամի այնտեղ պրոբկա է։ Վաղը ծավալի մեքենա տրանսպորտային միջոց հետո մտնում է այդ տարածք։ Ոնց է լինելու վիճակը։ Ինչպես է լինելու։ Օրբելին ինքը շատ ջուր է, ինքը չի կարող մարսի, Այգեձորը ինքը չի կարող մարսի։ Ինչ ենք անելու մենք։ Ոտքով են գնալու գնալու։ Կամ որտեղից ոտքով գնանք կամ։ Մի հարց է Ստեղ խնդիրը սենց է, ոչ թե քաղաքապետարանը նախ հասարակական քննարկում պետք է կատարվի, եթե հասարակական քննարկում չի կատարվել,
Այնտես դնում են մի անգամից ասում են դե գնացեք տաք ջուր խմեք, ոտերները դրեք տաք ջուր, հետո վերջում բան կրնեք, էլի գլուխների ծավը թողնի, հետո մենք ձեզ կբուժենք։ Այդ առանորական ձևը միջև եփա լինելու։ Ուղիղ մեջ վերում։ Դե հիմա ուղիղ մեջ վերում է ասացին, չէ, ուղիղ մեջ վերում է, ես չեմ եղել այդ խոսակցանը, բայց եղել են մարդիկ։ Ստացվում է այնպես, որ ասենք ռեժիմը այդպես ինքը ամենավերջինն է, ինչ Հայաստանում չկա էլ ուրիշ ուժ, որ ասենք պետք է փոխի։ Բայց մենք իշխանություն ենք փոխել, որ այդպես խոսացողները չգիտեն։ Ինչ է նշանակում դա։ Որի ինչ ասենք։ Ուզում եք մենք դրայով քայլենք։ Ռեժիմի ներկայացուցիչը բարձ ասեց, ինչ ուզում եք արեք, անելու են։ Նույնիսկ եմ կրկնում, հասարակական քննություն չի եղել։ Ժողովուրդ ջան, հայերեն, բարձ ասում եմ, հասարակական, այդ որ ուղեղն է այդպես տրամաբանն է, որ կարող են այդտեղ այդ ծավալի շինարարություն կատարել եւ ապահովեն տրանսպորտային միջոցների խոսքը այն ամենամինիմալ թողունակությունն է։ Ինչ հաշվարկ են կատարել, ով է այդ հաշվարկները կատարել։ Եվ ինչպես են դա ներկայացրել, ում են ներկայացրել։ Վերջապես եթե մենք բնակիչներն ենք, մենք կուրսիկ չենք, ում է դրանք այդ քննարկումը կատարել։ Կամ քաղաքապետարանը ունի շինարարական բաժիններ, ունի ճարտարապետ, այդ որ ճարտարապետը իր այդ ինչ այլուն ուղեղով է մտածել, որ կարողանա այդքան տրանսպորտային հոսք ապահովել։ Կամ այդ ինչ հաշվարկա կատարել ջրշինը, մեր ջրմուղը կամ ասենք վիոլաջուրը, որ կկարողանա այդքան մարդու ջուր մատակարարել։ Այսօր Բաղրամյանի 59 գենա, այսօր 59 գեյում ջրանջատումներ կան ստաբիլ։ Իսկ վաղը ինչ է լինել, ով է պատասխան տալու։ Կամ այդ կոյուղու հարցը ո՞նց է լուծվում։ Հետո այդտեղ դպրոցներ կան, այդքան տրանսպորտային միջոցի աշխատանքի դեպքում մեկ չի, երկու դպրոց է։ Այդ երկու դպրոցի երեխաները ինչպես են շարժվելու։ Այդ երեխեքը ո՞նց են տուն գնալու։ Դպրոցի շենքերը ասում եք նաև վնասվել են։ Իհարկե հենց առաջի իսկ շինարարության պահից դպրոցը պետք է փուլ գար։ Շնորհությունից ոչ մի արձագանք չի եղել այս։ Եղել է, դպրոցը ամենասկզբից ցնցվում էր, դե բնական է երեխաներին տեղափոխեցին օնլայն ուսուցման, մոտավորապես չէ ավել, 2 շաբաթից ավել եկան ստուգեցին եւ կեղծ սեյսմիկը, կեղծ փորձաքննության բան տվեց ակտ, որ խնդիր չկա, ոչինչ չկա, բայց չի կարող չլինել, հասկանում եք, այնքան ահռելի է այդ վնասը, այդ ցնցումը շատ հնարավոր չի։ Նույն պլիտայի վրա է։ Կառուցված թաղամասում դուք բերում եք, սկսում եք հիդրավլիկ բաներով խփել։ Եվ հետո վերջում ասենք, մենք ասում ենք, եկեք շենքերի հիմքերի փորձաքննություն արեք։ Լավ, ասենք խոսքի այդ ճարքերը թողենք մի կողմ։ Իսկ եթե շենքի հիմքերը խնդիր ունեն, ինչ է լինելու հետո։ Լավ է ինչ ասենք, մենք տան մեջ նստած, մեկ էլ տոնումս շենքը իջա, ու ասենք մենք մեր ընտանիքով մեր երեխեքով մնում ենք դրա տակ, ով է դրա պատասխանատու։ Մենք շատ քաղաքավար ձևով դիմում ենք եւ ասում ենք, սենց ասենք, թրկեք սենց չի լինում։ Տվեք մեզ ռեալ փորձաքննություն, որ հիմքը չի խախտվել շենքի։ Հետո վնաս եք պատճառել, բարի եք հատուցեք այդ վնասը։ Հենց չի, որ մենք օդի մեջ ենք ապրում, մենք պետության մեջ ենք ապրում, սա մեր երկիրն է, մենք այս երկրի տերն ենք։ Մի քանի հոգի չեն կարող մեր վրայով քայլել։ Երիք եղավ, թույլ չեն տալու։ Եվ բան էլ նշենք, որ եթե ամեն ինչ պատահում է կյանքում, եթե հանկարծ տեղ ունենա, ես եմ պատկերացնում եք դեղա, շիչման, մեքենաներ, չգիտեմ ինքա կոչվում, ճիշտ ասեցի, ոնց է մոտենալու, այսինքն այնքան խնդիր կա այդտեղ։ Այս պրոյեկտը պետք է վերանայել։ Ես չգիտեմ ոնց կարող էր ընդուն տալ այդ քանակի, այդ ծավալի եւ այդ բարդության շենքերի կառուցում այդ մի փոքր տարածքում հնարավոր բան չի, ես չգիտեմ։ Ես միթե մեր երկրում մասնագետները վերացել են, գոյություն չունեն։ Այս տպավորությունը, որ ընդհանրապես ոչ տեսել, ոչ լսել են այս մարդը, ինչա իրանից ներկայացնում շինարարությունը եւ մնացած ամեն ինչը։
Եվ ըստ երևույթին շինարարական նորմեր են փոփոխվել։ Ով է թույլ տվել թույլտվությամբ, թողտվությամբ եւ իրավասությամբ փոփոխվել են շինարարական նորմերը։ Դարձավ Օրբելի երկու գծանի փողոցը այնքան են բարելավել եւ լայնացրել, դարձրել են 5-6-ից, որը թույլ է տվել նմանատիպ շինարարություն կազմակերպել այդ տարածքում։ Եվ արդյոք Այգեձորը, չգիտեմ էլի, Այգեձորը արդեն շփից ծանրաբեռնված է։ Ինչպես է պատկերացնում այդ ամեն ինչը։ Ես հիմա կթերցեմ մեր պահանջները գրված է, որ մի անգամից բոլորի բարձ լինի։ Քրեական դատավորության օրենսգրքի 102-րդ հոդվածի պահանջների համապատասխան կատարել նախաքննություն։ Կարգապահական պատասխանատվության ենթարկել անգործություն դրսևորած վարույթի հանրային մասնակիցներին եւ այդ անձանց հեռացնել քրեական վարույթներից։ Անհապաղ միջոցներ ձեռնարկել շինարարության ընթացքում թույլ տրվող ապօրինությունները կանխելու ուղղությամբ։ Նշանակել շինարարական եւ նախագծային համալիր փորձակնություն, բարձելու թե որքանով այսինչ շինթույլտվություն նախագիծը համապատասխանում է ՀՀ գործող շինարարական նորմերին եւ նորմատիվներին, ով եւ ինչ հիմքով է փոխել շինարարական նորմերը, մինչև նշված թույլտվության տրամադրելը եւ այն օրինական է կատարվել թե ոչ։ Եթե շինթույլտվություն նախագիծը գործող շինարարական նորմերին եւ նորմատիվներին չեն համապատասխանում, ապա ինչու՞ն է կայանում անհամապատասխանելիությունը եւ ում կողմից ինչ խախտումներ են թույլ տրվել։ Պարզել թե շինարարության թույլտվության տրամադրելու նպատակով Օրբելի փողոցի վերաբերյալ ինչպես ում կողմից եւ ինչ իրավական հիմքերով են փոխվել քաղաքաշինական նորմերը։ Տրամադրել նախկինում ՀՀ գլխավոր դատախազի դիմումով ներկայացրածս միջնորդությունների քննարկման պատասխանները։ 16.07.24 թվականի 11 մի քանի թվականներ նշված ի պատասխան իմ դիմումների քաղաքապետարանից հայտնել են, որ շուրջ 6 անգամ վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կազմել են արձանագրություններ։ Հայտնել այդ արձանագրությունների հետագա ընթացքի մասին եւ տրամադրել դրանց վերաբերյալ կազմված վերջնական ակտերի պատճենները։ Տրամադրել 10.07.25 թվականին քաղաքապետարանից պահանջված արձանագրությունների եւ դրանց հետագա ընթացքի վերաբերյալ կազմված փաստաթղթերի պատճենները, որոնք 11.07.25 թվականի այսինչ գրությամբ ինձ չեն տրամադրել նյութերի այլ անձանց վերաբերելու պատճառաբանությամբ։ Բարձրացված բոլոր հարցերով նշանակել համապատասխան փորձակնություններ, բարձել պատճառված վնասների ծավալը եւ նյութական վնասի չափը, բարձել նյութական վնասներ ստացած քաղաքացիների շրջանակը եւ նրանց ճանաչել ուժով, բարձել մեր շենքերին պատճառած վնասների ծավալը եւ նյութական վնասի չափը եւ ինձ ճանաչել ուժով, ձեռնարկել միջոցներ բնակիչներին պատճառած վնասները փոխհատուցելու ուղղությամբ։ Գրեաիրավական գնահատական տալ քաղաքապետարանի եւ Ռենշի ՍՊ ընկերության աշխատակիցների գործողությունների։ Հուսով եմ այդքանը։ Հիմա հանձնելու եք դատախազություն։ Այո, նամակը բոլոր նկարներով եւ դիսկով հանձնելու ենք դատախազություն, որ տեսնենք հետագա ընթացքը ինչ է։ Իսկ հետագա կանալիքն Դե պարզ կլինի արդեն պատասխանից, եթե պատասխանը մեզ չբավարարի, գնալու ենք դատարան։ Պատասխանը լինելու է իրանք բարեխիղճ ատկատներ տվողները մենք է թույլտվություն ենք տվել։ Էդ է ալին պատասխանը։ Լավ, ուրեմն կգնանք դատարան, այդ պատասխանի հիման վրա։ Ասում եմ, այդպես պատասխան են տալու, ես որպես ես բանի ուղղակի չեմ ուզում որտեղ գիտեք, ես ուրիշ փողոցի ներկայացուցիչ չեմ ուզում բան անեմ իրանց, ուղղակի անցնում էի, տեսա ես էլ մտահոգ հայ եմ ու խորհուրդ կտամ մենակ դատախազությունում չէ, այլ ամբողջ կառույցներում օրինակ արեք տվեք ու բոլորի կողմից պատասխանը գալիս է կառուցապատողն ասում է մենք բարեխիղճ ձեռք բերող ենք, ընդ ուղղակի միտող ավելացրեք, բարեխիղճ ատկատներ տվող եք, հովանավորում եք կառավարության ու քաղաքային իշխանության կողմից։
բազմիցս ասել եմ, փաստերը ներկայացնում եմ, եթե ինչ էլ որ մի բան անում եմ, թող պատասխանատվության ենթարկեն, հենց հիմա իրան շենքի դեմը կանգնած եմ, ասեն այդ ինչեր եք ասում։ Սա քաղաքական հարց չի, չեն քաղաքականացնում, ստե մարդու իրավունքներն է խախտվում, որը 18 տարուց ավել, ես դատարանի դռներն եմ, ուրեմն սցենարը թե ով է գրում, դե պարզա սցենարը կառավարությունից գրում են, չէ, տալիս են ռեժիսորը քաղաքապետարանն է, գործ ունենալն են, մենակ մի հատ կարճ բան կասեմ, ներկա օլիգարխ ասեմ, թե կառուցապատող ասեմ, ասում են մեկը ով ուզում է էշելնի, մենք փալան ենք անում։ Այսինքն մենք փող տվողն ենք, ով ուզում է ալնի, մենք փողը տալու ենք, մեր ոչ իրավունքները տանելու ենք առաջ, այդքան բան, կներեք էլ ես ուղղակի անցորեի ես երկրում օրենք գոյություն ունենա։ Մի օր կլինի այս երկրում օրենք գոյություն ունենա, մենք ինչի պիտի միշտ տուժենք։ Դրանք սաղ գնալու է դարակները նստելու է, չեն արձագանքելու, միանշանակ ասում են, դատարաններն էլ էլի նույն սցենարով գնում է։ Բազմիցս ասել են, որ գան, տեսա նկարահան են, որ չասեն այս քաղաքացին ինչերա պահանջում, միանշանակ արգելում են մուտ գործեն կգա դարակներից կհանենք։ Այո, մենք պիտի հանենք դարակներից բախտած։ Աստված, ես է ձեր հետ միասին։ Այս նամակները, այդ բանները